2025 թվականի օգոստոսի 14-ը ողբերգական ավարտ ունեցավ Կոտայքի մարզում։ Երևան աշտարակ ավտոճանապարհի դեպի Պրոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած հանդիպումը, որը սկզբում վերածվել էր վիճաբանության եւ ծեծկրտուքի, ավարտվեց ցավոք մահաբեր կրակոցներով։ Քննության տվյալներով հակամարտող կողմերի միջև ծագած բախման ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, հասցվել հարվածներ, իսկ իրավիճակը կտրուկ սրվել է այն պահին, երբ երիտասարդներից մեկը ըստ իրավապահների ապօրինի պահվող հրազենից կրակ է բացել հակառակ կողմի ուղղությամբ։ Սպանություն, որի մանրամասները տևական ժամանակ մի շարք հարցեր են բարձրացրել։ Ինչպես է զարգացել դեպքերի ընթացքը, ինչն է նախորդել ճակատագրական հանդիպմանը եւ ինչ հանգամանքներ են բացահայտվել նախաքննության ընթացքում։ Այսօր գործն արդեն դատարանում է, ուստի մի շարք հարցեր կարող ենք ներկայացնել առանց մտավախություն ունենալու, որ կբացահայտենք նախաքննական գաղտնիք։ Պրոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության գործով նախաքննության ավարտը հերթական անգամ հանրային ուշադրության կենտրոն է բերել այն հարցերը, որոնք վերջին տարիներին ավելի հաճախ են բարձրաձայնվում՝ անձնական կամ խմբային հակասությունների բռնի լուծում, ապօրինի զենքի շրջանառություն եւ նման միջադեպերի կանխարգելման արդյունավետությունը։ Քննչական մարմնի տվյալներով դեպքը տեղի ունեցել 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան աշտարակ գլխավոր ավտոճանապարհի դեպի Պրոշյան բնակավայր տանող կամրջի տակ։ Ձեռք բերված տվյալների համաձայն այդ վայրում երիտասարդները հանդիպել են, փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել եւ հարվածներ հասցրել միմյանց։ Իրավիճակի սրման հաջորդ փուլում մասնակիցներից ԱՏ-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով ՄԴ-ն ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Դեպքի վերաբերյալ ահազանգեր հնչել են այն հիվանդանոցներից, որտեղ հետագայում տեղափոխվել են ճակերտավոր ասված այդ թեժ մարտերի մասնակիցները։ 2025 թվականի օգոստոսի 14-ին ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից մարզային վարչություն ահազանգ է փոխանցվել, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին ժամը 1:55-ի սահմաններում հրազենային վնասվածք աճ ազդրի, ձախ ազդրի դրսային մակերեսների, պորտի շրջանի եւ ձախ ձեռքի երրորդ մատի վնասվածքներ ախտորոշմամբ հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել ՄԴ-ն առողջական վիճակը միջին ծանրության, որ եւ մնացած տվյալները անհայտ են եղել։ Նույն օրը առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Նայիրի բաժնին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 14-ին ժամը 3:16-ին Տոնոյան բժշկական կենտրոնից ստացվել է ահազանգ այն մասին, որ գլխի վնասվածք ախտորոշմամբ Տոնոյան բժշկական կենտրոն է տեղափոխվել եւ բուժօգնություն է ստանում քաղաքացի ԱՏ-ը։ Դեպքի վերաբերյալ քորեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն իրենց լիազորություններն իրականացնելու ընթացքում պարզել են, որ նույն օրը ժամը 1-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում մի կողմից ՄԱ-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք, իսկ մյուս կողմից ԱՏ-ն եւ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձինք Կոտայքի մարզի Պրոշյան համայնքի դեպի Երևան աշտարակ ավտոճանապարհի կամրջի տակի հատվածում վիճաբանել են, որի ժամանակ կատարվել է թվով առնվազն 5 կրակոցներ։ Կրակոցները դեռևս չպարզված անձի կողմից են կատարվել, որի արդյունքում քաղաքացի ՄԴ-ն ստացել է հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաքննության ընթացքում իրականացվել են բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվել են դեպքի ականատեսներն ու մասնակիցները, ուսումնասիրվել են տեսագրություններ ու նշանակվել անհրաժեշտ փորձաքննություններ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166 հոդվածի առաջին մասով, 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ 335-րդ հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է համապատասխան քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն դեպի Երևան աշտարակ ավտոճանապարհից դեպի Պրոշյան բնակավայր տանող կամրջի հատվածում, որի ընթացքում հայտնաբերվել են դեպքի վայրից եւ վերցվել են թվով 5 հատ 9 մմ տրամաչափի պարկուճներ, ինչպես նաեւ էլեկտրոնային սիգարետ, առնանման հետքեր պարունակող մետաղյա դետալ։
Բացի այդ, նույն տարածքից վերցվել եւ ուսումնասիրվել են առկա տեսախցիկների տեսաձայնագրությունները։ Ավելի ուշ հիվանդանոցից ստացվեց հաղորդում, որ վիրավոր երիտասարդը գիտակցության չգալով մահացել է։ Կատարված լայնածավալ քննչական եւ վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը երիտասարդների միջև ծագել է ընդամենը ցայտաղբյուրից ջուր խմելու համար։ 2025 թվականի օգոստոսի 15-ին Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ քաղաքացի ՄԴ-ն գիտակցության չգալով մահացել է։ Սյունքերական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, առգրավել են տարածքի եւ հարակից տարածքների բոլոր առկա տեսանկարահանող սարքավորումների հիշողության կրիչները, կատարվել են թվային խուզարկություններ, հարցաքննվել են մեծաթիվ քաղաքացիներ, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի ԱՏ-ն, ով տեղափոխվել էր Տոմյան բժշկական կենտրոն, նույն օրը վիճաբանել է ապարանցիների ցայտաղբյուրից ջուր խմելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունը, վերածվել է ավելի մեծ վիճաբանություն, որը տեղափոխվել է Պրոշյան բնակավայրի բնակարանների մեկի դիմացից դեպի դեպքի վայր հանդիսացող կամրջի տակի հատված։ Արդեն դեպքի վայրում, որտեղ էլ բուն մարտերն են ընթացել, ԱՏ-ն ըստ տվյալների կրակոցներ է արձակել իր մոտ առկա ատրճանակից։ Քննիչի խոսքով նաև պայթեցրել է իր մոտ առկա նռնակը, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից դեռևս չի պարզվել։ Որտեղ հիշյալ հարցերը պարզաբանելու նպատակով մի կողմից ԱՏ-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք, իսկ մյուս կողմից ՄԴ-ն եւ ինքնությունները չպարզված այլ անձինք այդ հարցի պարզաբանման շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում ԱՏ-ն իր մոտ առկա ատրճանակով կրակոցներ է արձակել, առնվազն թվով 7 կրակոցներ է արձակել, եւ պայթեցրել է իր մոտ առկա քննությամբ չպարզված տեսակի նռնակը։ ԱՏ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2025 թվականի օգոստոսի 16-ին որոշում է կայացվել քաղաքացի ԱՏ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335 հոդվածի առաջին մասով։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափան միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել եւ հիմնավորվել է հիշյալ հանգամանքը, մասնավորապես նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատագենետիկական փորձաքննություններ, նախաքննության ընթացքում մեղադրյալի պաշտպանների կողմից ներկայացվել է հանցագործության գործիք ատրճանակը, որով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճներով եւ կատարված ամբողջ քննչական գործողությունների ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է հիշյալ հանգամանքը, որ սպանությունը կատարել է մեղադրյալ ԱՏ-ն։ Որոշում է կայացվել մեր քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ ԱՏ-ի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որով վերջինիս ներկայացվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335 հոդվածի առաջին մասով։ Սյունքերական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ ԱՏ-ի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Գործի հետագա ընթացքը տեղափոխվել է դատական փուլ, որտեղ կուսումնասիրվեն ներկայացված ապացույցները, կլսվեն կողմերի դիրքորոշումները եւ միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կորոշվի մեղադրյալի մեղավորության կամ անմեղության հարցը։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության եւ փողերի լվացման կասկածով դեպք։ Ըստ նախաքննության տվյալների երկու անձ փորձել են 956.400 եվրո կանխիկ դրամական միջոցներ ապօրինի տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, դրանք թաքցնելով իրենց ուղեբեռում։ Զվարթնոց օդանավակայանում իրականացված մաքսային զննության ընթացքում գումարը հայտնաբերվել է, իսկ նշված անձիկ ձերբակալվել։ Գումարի ծագման աղբյուրը պարզելու եւ հնարավոր հանցանքը բացահայտելու համար քննչական կոմիտեն ներդրել է իր ողջ ներուժը։
Ըստ նախաքննության տվյալների երկու անձ փորձել են խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ մաքսային հսկողությունից թաքցնելով տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Իրավապահների տեղեկություններով գումարը թաքցված է եղել ուղեբեռում գտնվող հագուստների տարբեր հատվածներում։ 2026 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն հաղորդում է ստացվի այն մասին, որ նույն օրը ժամը 00:08-ի սահմաններում Դորտմունդ-Երևան ուղիղ չվերթով ժամանած հայազգությամբ հայ Նիդերլանդների քաղաքացին եւ ազգությամբ հայ քաղաքացին ուղևորների ժամանակ սրահի մաքսային հսկողության գոտում ինքնուրույն ընտրելով երկուղի համակարգի կանաչ ուղի գոտին հատել են այն, որից հետո ուղեկցվել են մաքսային հսկողության գոտի, որտեղ ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման են ենթարկվել վերջինիս թվով 5 ուղեբեռները, ինչի արդյունքում ուղեբեռներում առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր 956,400 եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Քննչական կոմիտեի տվյալներով մաքսային զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 956,400 եվրո կանխիկ դրամական միջոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության եւ փողերի լվացման հատկանիշներով։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նշված քաղաքացիները ձերբակալվել են եւ ներկայացվել վարորդակացնող մարմնին։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 7 վարչություն նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական եւ վարորդային գործողություններ, որի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, ինչի հիման վրա հանրային քրեական հետապնդման միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որոնք բավարարվել են։ Ձերբակալված անձանցից մեկի վերաբերյալ դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը 2 ամիս ժամանակով։ Դատարանի որոշմամբ Նիդերլանդների քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամանակով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք, համակցված գրավ եւ բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում է ապացուցողական եւ վարորդային գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Ում էին պատկանում գումարները, որտեղից էր այն տեղափոխվում եւ ինչ նպատակով։ Արդյոք այն նախատեսված էր օրինական շրջանառության համար, թե պետք է դառնար ավելի լայն հանցավոր սխեմայի մաս։ Քննությունը շարունակվում է պարզելու բոլոր հարցերի պատասխանները։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հերթական բացահայտումներին անդրադարձել է մեր լրագրող Էլիզա Գալուստյանը։ Արմավիրում իրավապահների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ ապօրինի գործունեության մի շարք դրվագներ, որոնք վերաբերում են առանց համապատասխան դրոշմանիշի ծխախոտի եւ կեղծ ալկոհոլային խմիչքների իրացմանը, ինչպես նաեւ տեղատոմսով նշանակվող դեղամիջոցի հնարավոր ապօրինի շրջանառությանը։ Դեպքը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում ստվերային առևտրի այն շղթաների վրա, որոնք բացի պետությանը հասցվող տնտեսական վնասից կարող են նաեւ անմիջական վտանգ ներկայացնել քաղաքացիների առողջության եւ անվտանգության համար։ Համերգային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Երևան փողոցի մի բնակիչ պահում է զենք զինամթերք, ցմրամիջոց, նաեւ ձեռք է բերում եւ իրացնում է ալկոհոլային խմիչքներ եւ առանց համապատասխան դրոշմանիշի ծխախոտներ։ Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվեց զննություն։ Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն է կատարվել Արմավիր քաղաքի Երևան փողոցի բնակչի խանութ տաղավարում։ Զննությամբ հայտնաբերվել է 16 հաբ դիազեպամ տեսակի դեղահաբեր, 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով եւ կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ։ Այնուհետև հայտնաբերվել է առանց QR մակնշման թվով 12246 տուփ ծխախոտ։ Նման բացահայտումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ապօրինի առևտրի դեմ պայքարի, այլև հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից։ Առանց պետական վերահսկողության արտադրված կամ կեղծված ալկոհոլային խմիչքները կարող են պարունակել կյանքի եւ առողջության համար վտանգավոր նյութեր։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դիազեպամ տեսակի դեղահաբերը վերջինիս իրացրել է նույն քաղաքի 47-ամյա
մի բնակիչ։ Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է եւ տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն եւ ձերբակալվել։ Գործի հետագա ընթացքը կախված կլինի նախաքննության արդյունքներից։ Եթե հավաքված ապացույցները բավարար համարվեն, պատասխանատվության հարցը կքննարկվի արդեն դատական կարգով։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կարևոր է իմանալ էջն է եթերում եւ այսօր տաղավարում հյուրընկալել ենք պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Վերջին շրջանում պետական եկամուտների կոմիտեն հանդես է գալիս տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, փոփոխություններով եւ ուշագրավ փոփոխությունը, որն այսօր ես ցանկանում եմ քննարկել ձեզ հետ, թերևս վերաբերվում էր հարկեր չվճարելու գծով քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելուն, դրա շրջանակում կատարված ինչպես քրեական օրենսգրքում, այնպես էլ հարակից օրենսգրքերում կատարված փոփոխություններին։ Եկեք մի փոքր հանրությանը հասանելի դարձնենք այդ տեղեկատվությունը։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ուզում եմ նշել, որ պետական եկամուտների կոմիտեն իր որդեգրած տեսլականի եւ առաքելության շրջանակներում դեռևս անցյալ տարվանից ձեռնամուխ էր եղել օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը, որոնք ի թիվս այլնի ներառում էին նաև հարկեր չվճարելու հանցանքի շեմերի վերանայումներին։ Ուրեմն նշեմ, որ օրենսդրական փաթեթն իր մեջ ներառում էր ինչպես քրեական օրենսգրքում, այնպես էլ հարկային օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նպատակ, որով ի թիվս այլնի փոփոխվել է հարկեր չվճարելու հանցանքի շեմերը, էապես բարձրացել են։ Ու ինչպես նաև այլ օրենսդրական փոփոխություններով քրեական դատավարության եւ հարկային օրենսգրքերում նախատեսվել են հստակ մեխանիզմներ, որոնք ի շահ հարկ վճարողին անձին են, որոնք այս կամ այն կերպ կառնչվեն հարկեր չվճարելու դեպքին, ինչպես դա կլինի վարչական վարույթի շրջանակներում, այնպես էլ քրեական վարույթի շրջանակներում։ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները նախատեսվել են հարկային հսկողության մեխանիզմների այնպիսի կատարելագործման հնարավորություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի ֆիլտրել, զտել եւ թույլ չտալ, որպիսի հաղորդումներ ներկայացվեն կամ քրեական վարույթի առարկա դառնան այն դեպքերը, որոնք ինքնին հանցանքի հատկանիշներ չեն պարունակում կամ հարկային հսկողության շրջանակներում հնարավոր կլինի պարզել, որ դրանք իրապես չեն պարունակում հանցանքի հատկանիշներ եւ հաղորդում կարիք չի լինի այլևս ներկայացնելու։ Ավելի մանրամասն կներկայացնեմ այլ հարցադրումների շրջանակներում, բայց ընդհանուր նաև նշեմ, որ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով ներդրվել է նաև գույքի արգելադրման որպես դատավարական հարկադրանքի միջոցի այլընտրանքային մեխանիզմ, սա արդեն քրեադատավարական օրենսդրության շրջանակներում, քրեական վարույթի շրջանակներում եւ հնարավորություն է տրվել արգելադրման գույքը կոնկրետ դեպքերում, երբ որ դատական ծախսերի փոխհատուցման համար է դրվում գույքի արգելանքը կամ հանցավոր ճանապարհով ձեռբերված գույքի կամ հանցանքի արդյունքում ձեռբերված օգուտի արդյունքում ստացված գույքի բացակայությունը եւ արգելանք դրվում է անձի այլ գույքի վրա, սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, այս դեպքում հնարավորություն է տրվել այդ գույքը հանել արգելանքից կամ այդ արգելանքը փոխարինել դրան հավասարարժեք բանկային երաշխիք ներկայացնելով։ Սրա նպատակը հետեւյալն է՝ քրեական վարույթի շրջանակներում հնարավորություն ընձեռել տնտեսվարողին կամ այլ սուբյեկտին, ով այս կամ այն կարգավիճակը ունի, մասնավորապես մեղադրելի դատավարական կարգավիճակ ունի քրեական վարույթի շրջանակներում, բանկային երաշխիք ներկայացնելով ազատի իր գույքը սեփականության իրավունքով գույքը արգելանքից եւ դրանով իսկ չկրել հնարավոր այլ վնասներ։ Նպատակը սա է, հստակեցվել է նաեւ օրենսդրական կարգավորումներով արգելադրման գույքի շրջանակը, դրա մեջ նաեւ ներառելով
արժեթղթեր եւ այլն, ինչը հնարավորություն է տալիս նաեւ պարտատոմսերի կամ այլ արժեթղթեր գրավադրելու, արգելադրելու ձևով անձը իր անշարժ կամ դրամական միջոցները ազատել արգելանքից եւ ապահովել դրանց բնականon շրջանառությունը չկրելով հնարավոր եւ ենթադրելի վնասներ։ Շատ լավ։ Մենք խոսում ենք փոփոխության մասին եւ խոսում ենք այն մասին, որ փոփոխությունները կատարվել են ի շահ հարկ վճարողի։ Եկեք մի փոքր անդրադառնանք նախկին սահմանաչափին, նշենք թե այս պահին սահմանաչափը որքան է եւ հաջորդող տարվան անդրադառնանք եւ նաեւ խնդրանք է, որպեսզի մասնավորեցնենք, թե եթե օրինակ հարկ վճարողը ունի 60 միլիոն, ենթադրենք, 60 միլիոն չվճարած հարկային պարտավորություն եւ հարկային պարտավորությունն առաջացել է 6 տարիների ընթացքում, այս դեպքում նոր օրենսդրական փոփոխությունը վերաբերելի է իրեն, թե ոչ։ Շնորհակալություն հարցադրման համար։ Նախ ներկայացնեմ, թե նախկինում միջև նոր օրենսդրական փոփոխությունները ինչ շեմեր են գործել հարկեր չվճարելու հանցագործության եւ ձեր նշված հարցի 60 միլիոն հարկային պարտավորություն ունենալու դեպքում ինչպես այս փոփոխությունները առնչվելու հարկ վճարողին։ Նայեք, ուրեմն մի փոքր հետ գնանք եւ 2003 թվականին, երբ ուժի մեջ մտավ քրեական օրենսգիրքը, նախորդ քրեական օրենսգիրքը, երբ ուժի մեջ մտավ, հարկեր չվճարելու հանցագործությունը նախատեսված էր քրեական օրենսգիրքի 205 հոդվածով։ Եվ որպես հարկեր չվճարելու շեմ նախատեսված էր 1 միլիոն դրամը։ Այսինքն եւ առանձնապես խոշոր չափի վերաբերյալ նշում չկար։ Նկարագրված էր հասարակ հանցակազմով եւ որպես միակ շեմ 1 միլիոն դրամը գերազանցող գումարներ։ Այնուհետև 2003 թվականից 2006 թվականին կատարված փոփոխություններով այդ 1 միլիոն դրամի շեմը դարձավ 2 միլիոն դրամ եւ որպես առանձնապես խոշոր չափ սամովեց 15 միլիոն դրամ։ Այնուհետև մինչև 2017 թվականը փոփոխություն տեղի չէր ունեցել եւ 2017 թվականի քրեական օրենսգրքում կատարվող փոփոխություններով այդ 2 միլիոն դրամի շեմը դարձավ 4 միլիոն դրամ, իսկ առանձնապես խոշոր չափը 15 միլիոն դրամը պահպանվեց։ Այնուհետև նոր քրեական օրենսգրքի ընդունմամբ այդ շեմը 4 միլիոնի շեմը դարձավ 5 միլիոն դրամ, բայց այստեղ պետք է նկատենք, որ նոր քրեական օրենսգիրքը ընդունվեց, բայց ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանված 22 թվականի հուլիսի 1-ը։ Բայց 22 թվականի հուլիսի 1-ին մինչև ուժի մեջ մտնելը կատարվեց փոփոխություն եւ 22 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելով այդ 4 միլիոնի շեմը 5 միլիոնի շեմը դարձավ 10 միլիոն, իսկ որպես առանձնապես խոշոր չափ 15 միլիոն դարձավ 20 միլիոն։ Եվ մինչև այս տարվա հունիսը այդ չափը պահպանված էր, այսինքն 10 միլիոնը որպես խոշոր չափ եւ առանձնապես խոշոր չափը որպես 20 միլիոն, սակայն ներկայումս արդեն ուժի մեջ մտած եւ այս քննարկվող փոփոխություններով ունենք հետեւյալ չափերը։ Նախ նոր քրեական օրենսգրքում հարկեր չվճարելու հանցագործությունը նախատեսված է քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով եւ 290-րդ հոդվածով որպես խոշոր չափ նախատեսված է մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն դրամը, իսկ երկու իրար հաջորդող հարկային տարիների ընթացքում 45 միլիոն դրամ հարկ տուր կամ այլ պարտադիր վճարների գումարը, իսկ որպես առանձնապես խոշոր չափ նախատեսված է 50 միլիոն դրամը, իսկ որպես առանձնապես խոշոր չափ երկու հարկային տարիների ընթացքում 75 միլիոն դրամը գերազանցող գումարը։ Ըստ էության լուրջ շեմը բարձրացվել է։ Եթե սա ինչա իրանից ենթադրում է շեմերի փոփոխությունը, եթե նկատեցինք, այստեղ խոսք չի գնում առհասարակ բոլոր տարիների ընթացքում հարկեր չվճարելու ընդհանուր հանրագումարի մասին, այլ քրեական օրենսգրքում կատարված նշված փոփոխությունները վերաբերում են մեկ հարկային կամ երկու իրար հաջորդող հարկային տարիների ընթացքում հանցակազմում նկարագրված կոնկրետ չափին։ Այսինքն, եթե այդ չափը օրինակ 30 միլիոնը 3 հարկային տարիների ընթացքում է գոյանում կամ 45 միլիոն դրամը 3 կամ 4 հարկային տարիների ընթացքում է գոյանում, բան մենք խոսք չի կարող գնալ հանցակազմի արկայության մասին, ավարտված հանցագործության արկայության մասին։ Նույնն էլ առանձնապես խոշոր չափերի դեպքում է։ Այս փոփոխությունները իրենցից ենթադրում են մասնակի ապաքրեականացում։ Ինչա մասնակի ապաքրեականացումը, այսինքն հանցավոր համարվող արարքների մի մեծ շրջանակ արդեն այս օրենսդրական փոփոխություններով դադարել են հանցավոր համարվելուց։ Եկեք մի փոքր անդրադառնանք դրան։
Նախկին քրեական օրենսգրքի շրջանակում հենց այս մասով գործեր են հարուցվել, վարչական բարույթներ են հարուցվել, քննություն է իրականացվում եւ արդեն այս փոփոխությունը պետք է որ հիմք հանդիսանա նախկինում հարուցված վարչական բարույթները կարճելու թերևս։ Մի փոքր այս մասով։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցադրման համար, փորձեմ թերևս չեմ կարող մասնագիտական տերմինաբանությունի ձեռնպահ մնալ, բայց ելնելով մասնագիտական դիրքերից կփորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե այս մասնակի ապաքրեականացման դեպքում քրեադատավարական ինչ մեխանիզմներ են գործադրվում։ Նայեք, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսվում է մասնակի կամ ապաքրեականացման կամ մասնակի ապաքրեականացման դեպքում դատավարական հետևյալ հետևանքները։ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ արարքի ապաքրեականացումը, նույնն է նաև մասնակի ապաքրեականացումը, քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։ Այսինքն օրենսդիրը այս հանգամանքը նախատեսել է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքում։ Սա ինչ է ենթադրում։ Երբ որ անձանց նկատմամբ կան հարուցված քրեական հետապնդումներ կամ թեև ձևական իմաստով չկա դատախազի որոշում քրեական հետապնդում հարուցելու, բայց նրա նկատմամբ իրականացվել են որոշակի գործողություններ, որոնցով անձը կարար մտածել, որ պետությունը իրան կասկածում է կոնկրետ հանցանք կատարելու մեջ, այսինքն գործ ունենք փաստացի կերպով հարուցված քրեական հետապնդման մասին, մասնակի ապաքրեականացման դեպքում պետք է ճշտվի անձի դիրքորոշումը։ Ինչու՞։ Արդյոք նա համաձայն է այս հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ։ Այստեղ մի փոքր մեր հեռուստադիտողներին հուշենք, որ համաձայնությունը հիմնականում կապված է նրա հետ, որ ոչ արդարացնող հիմքով է դադարեցվելու։ Շնորհակալ եմ, ես դրան էի ցանկանում անդրադառնալ, որովհետև անձի համաձայնությունը պահանջվում է այն դեպքում, երբ որ մենք գործ ունենք անձի նկատմամբ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հետ։ Իսկ ինչ է նշանակում ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը։ Քրեական դատավարության օրենսգրքի քրեական հետապնդում բացառող նախատեսված քրեական հետապնդում բացառող հիմքերը բաժանվում են երկու խմբի, ինչպես արդարացնողների, այնպես էլ ոչ արդարացնողների։ Եթե արդարացնողների դեպքում հիմքի հայտ գալու դեպքում անձի համաձայնությունը չի պահանջվում եւ հիմքի արկայություն ինքնին բավարար է, որպեսզի նրա նկատմամբ դատախազը սեփական նախաձեռնությամբ կամ քննիչի միջնորդության հիման վրա կայացնի քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում, ոչ արդարացնող հիմքերի պարագայում իրավիճակը մի փոքր այլ է եւ պահանջում է անձի համաձայնություն, որովհետեւ ոչ արդարացնող հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը ենթադրում է որոշակի բացասական հետևանքներ։ Անձի կողմից արարքի կատարումը հավաստվում է։ Հետագայում դրա հիման վրա այդ փաստաթուղթը որպես գրավորապացույց կարող են օգտագործվել նրանից որպես պատճառված վնասի փոխհատուցում պահանջելու եւ այլնի համար։ Նույնիսկ կան նույնիսկ արկա են որոշակի պաշտոններ, որոնց դեպքում ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը խոչընդոտ է պաշտոնի նշանակման համար։ Ուստի քրեադատավարական կառուցակարգը այս իմաստով նախատեսել է նաև անձի դիրքորոշումը, անձի ցանկությունը։ Հետևաբար ստացվում է բոլոր այն նախաձեռնված վարույթներով, որտեղ որ անձը կհայտնի, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը, թեև կողմ է, օրինակ, որպեսզի իր հանդեպ գործը ապաքրեականացնեն, այս դեպքում մեկ է դատախազը չի կարող գնալ այդ որոշման, որովհետև մեղսագրվող արարքի ընդունումն է այստեղ անհրաժեշտ։ Շատ ճիշտ է, շնորհակալություն։ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը ուղիղ ամրագրում է, որ անձի եթե անձը առարկում է, որ ինքն է կատարել արարքը, իր կողմից արարք կատարելու հասի դեմ, ուրեմն դա արգելք է քրեական հետապնդումը դադարեցնելու համար եւ քրեական հետապնդումը պետք է շարունակվի վարույթ ընթանա իր բնական անհունով, երբ որ կպարզվի անձը ճիշտ էր ասում, այսինքն անձը լիովին անմեղ էր, որևէ առնչություն չուներ դեպքին կամ բացակայում էր նրա մեղքը կատարած արարքի մեջ, նա կարդարացվի։ Իսկ եթե պարզվի, որ անձը իրապես անմեղ չէր, այսինքն առնչություն ուներ դեպքին եւ այլն, դրա դատավարական հետևանքը հետեւյալն է։ Դատարանը դատապարտում է անձին պարզապես առանց պատիժ նշանակելու։ Առանց պատիժ նշանակելու։ Սա է դատավարական հետևանքները, իսկ
մնացած դեպքերում, երբ որ դեռևս հաղորդում ՊԵԿ-ի կողմից ներկայացված կլինի մինչև այդ քրեական վարույթ նախաձեռնելը, ինչ-ինչ պատճառներով դեռևս վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ դիրքորոշում չի լինի, այս ապաքրեականացումից հետո ենթադրվում է, որ վարույթներ չպետք է նախաձեռնվեն, որովհետև առերևույթ կբացակայի հանցակազմի հատկանիշները։ Թերևս պետք է նշել, որ գրեթե բոլոր դեպքերով կան վարչական վարույթներ եւ վարչական վարույթներին զուգահեռ նաեւ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Ենթադրվում է, որ երկրորդ անգամ վարչական վարույթ հարուցելու իմաստն է այստեղ արդեն բացակայում։ Բացի այն, որ քրեական հետապնդումները կդադարեցվեն կամ չեն հարուցվի փոփոխությունների արդյունքում, նաև կունենանք հետևյալ պատկերը։ Նայեք, նախկինում այն արարքը, որը համարվում էր առանձնապես խոշոր չափի, հարկեր չվճարել, չէ, 20 միլիոնը գերազանցող դրամ, նոր փոփոխությունների արդյունքում, այդ շեմի փոփոխության արդյունքում առանձնապես խոշոր չափը էապես բարձրացել է։ Եթե անձի արարքը նախկինում կատարված 20 միլիոնը գերազանցել է, բայց չի գերազանցել ներկայիս օրենսգրքում առանձնապես խոշոր չափ համարվող շեմը, այստեղ էլ վերավորակման, այո, այստեղ մենք գործ կունենանք վերավորակման հետ, իհարկե ընդհանրած վարույթներով, վերավորակման հետ, որովհետև այստեղ կգործի օրենքի հետադարձ ուժը, քրեական օրենսդրության հետադարձ ուժի կանոնը, որովհետև անձի իրավական, անձի բարելավող, այստեղ գործ ունենք մենք արարքի հանցավորությունը վերացնող պատիժը մեղմացնող եւ օրենքի հետ, որը որ անձի արարքը նախկինում եղել է ծանր հանցագործություն, նոր կարգավորումներով դառնում է միջին ծանրության հանցագործություն։ Եթե նշածս գերազանցել է նախկինում առանձնապես 20 միլիոնի շեմը, բայց չի գերազանցել նոր կարգավորումներով առանձնապես խոշոր չափ սահմանվող 50 միլիոն եւ 75 միլիոնի շեմը, 2 տարի իրան հաջորդող տարիների 75 միլիոնի շեմը, ապա տեղի կունենա արարքի վերավորակում ընդհանրած վարույթներով եւ նախկինում ծանր համարվող հանցանքը կդառնա միջին ծանրության հանցանք իր բոլոր քրեիրավական եւ դատավարական հետևանքներով։ Այո։ Տեսնում ենք, որ փոփոխությունները բավականին լուրջ են, էական ազդեցություն կարող են ունենալ հարկ վճարողների դեմ այսպես հարուցված բազմաթիվ գործերով։ Ես ուզում եմ հարցադրումը հնչեցնել այսպես. բիզնեսի շատ ներկայացուցիչներ կարող են պնդել, որ այս բոլոր փոփոխությունները լուրջ բարդություններ են առաջացնում։ Արդյոք մենք գնում ենք վարչարարության պարզեցմանը եւ ինչ հնարավորություններ է դա ընձեռում հենց բիզնեսի ներկայացուցիչներին։ Շնորհակալություն հարցադրման համար։ Ես կփորձեմ ներկայացնել այն բոլոր մեխանիզմները, որոնք նախատեսվել են այդ թվում հարկային մարմնի ներսում գործող եւ ներկայացնելուց հետո մենք կփորձենք ինքներս գնահատական տալ, գործ ունենք ավելի բարդեցված իրավիճակի, թե հոգուտ հարկ վճարող ստեղծվող իրավիճակի մասին։ Նայեք, այս փոփոխությունները չունեն միայն քրեիրավական ազդեցություն եւ նշանակություն։ Այս փոփոխությունների ազդեցությունը մեծ է նաեւ վարչական վարույթի կամ հարկային հսկողության վարույթի շրջանակներում, որովհետեւ միայն շեմերի փոփոխությունը եւ մի մեծ արարքների, մի խումբ արարքների ապաքրեականացումը կարելի է ասել, որ չէ լուծի այն վերջնական նպատակը, որը ՊԵԿ-ը եւ համագործակցող կառույցները դրել էին իրենց առջեւ։ Սա նաև այս փոփոխությունները նպատակ էր հետապնդում ֆիլտրել բոլոր այն դեպքերը, որոնք չեն պարունակի առհասարակ հանցակազմի հատկանիշներ կամ թեև կպարունակեն, բայց վարչարարության վարչական վարույթի կամ հարկային հսկողության վարույթի շրջանակներում հնարավոր կլինի ֆիլտրել դիրավիճակները եւ ներկայացնել հանցանքի վերաբերյալ հաղորդում բոլոր այն դեպքերում, երբ որ այդ ֆիլտրացիոն մեխանիզմները անցնելուց հետո ՊԵԿ-ը ինքն իր մեջ կհամոզվի, որ այո, այստեղ օրինակ հարկեր չվճարելու դիտավորյալ հարկեր չվճարելը պայմանավորված է հարկ վճարողի դիտավորյալ վարքագծի կամ նպատակադրված վարքագծի հետևանքն է կամ արդյունքն է։ Ոստի այդ նպատակով հարկային մարմնի ներսում այս փոփոխությունների հիմնավորումներով նախատեսվել են մի շարք մեխանիզմներ, կարելի ասել զտիչ, ֆիլտրացիոն եւ վերլուծական գնահատողական, որոնք հնարավորություն են տալու քրեական վարույթի առարկա դարձնել այն դեպքերը, որոնք իրապես ենթակա են հենց քրեական վարույթի շրջանակներում պարզելու։
Շատ լավ, ես ձեր թույլտվությամբ ուզում եմ նաև մեր հեռուստադիտողներին տեղեկացնել կարևոր նաև մի նյութի մասին, որին հանդիպեցի հենց Պետական եկամուտների կոմիտեի էջում, համաձայն որի հարկ վճարողներն այլևս տուգանվելուց եւ տույժ կիրառելուց առաջ պետք է ծանուցում ստանան եւ ծանուցումից հետո հնարավորություն ունենան վերացնել այն վարկագիծը, որը բերել է տուժտուգանքի։ Դա կարևոր է, կարծում եմ, եւ շատ լուրջ նախաձեռնություն Պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Շնորհակալ եմ, հենց այդ փոփոխությունների եւ այդ նախաձեռնությանը ցանկանում եի անդրադառնալ։ Նայեք, նշված փոփոխություններով եւ արդեն ՊԵԿ-ի ներքին իրավական ակտերով հստակ նախատեսվել են այն մեխանիզմները, որոնց մասին հիմա կխոսեմ։ Նայեք, միջև հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը այն դեպքերում, որով կպարզվի հարկեր չվճարելու իրավիճակ, պետք է հարկային մարմինը սկսի դրանց վերաբերյալ հստակ հետագծելիություն ապահովող կառուցակարգի կիրառմամբ, ոնց է լինելու։ Երբ որ կհայտնաբերվի անձի հարկային հսկողության շրջանակներում կհայտնաբերվի օրինակ հարկեր չվճարելու դեպք, այդ դեպքը հստակ պետք է արձանագրվի։ Այնուհետև արձանագրվելուց հետո դրա վերաբերյալ պետք է իրականացնի համապատասխան հարկային հսկողություն։ Օրինակ, ծանուցվի հարկ վճարողին կամերալ ուսումնասիրության շրջանակներում, որպիսի հարկ վճարողը ստանալով իր կողմից հարկեր չվճարելու դեպքի նկարագրությունը, փորձի բացատրություններ ներկայացնել դրա վերաբերյալ։ Փոքրիկ հարցադրում ունեմ այս մասով։ Երբեմն կամերալ ուսումնասիրությունը, երբ բացվում է եւ հնարավորություն է տրվում հարկ վճարողին բացատրություն ներկայացնել, օրինակ տրանսֆերային գոնագոյացման պարագայում, այստեղ անկախ տրված բացատրությունից կիրառվում է այն տուգանքը, որը նախատեսված է։ Արդյոք բացատրություն ներկայացնելով եւ վարկագիծը ուղղելով մենք կանխելու ենք հետագա վարչարարությունը։ Շնորհակալություն հարցադրման համար։ Նախ կցանկանայի նշել, որ կամերալ ուսումնասիրության արդյունքներով ուղղակի հարկային օրենսդրությունը չի թույլ տալիս հարկային պարտավորություն առաջադրել։ Կամերալ ուսումնասիրությունը այն գործիքն է, երբ հարկային մարմինը իր ներսում պարզում է իրավախախտման հանգամանքը եւ փորձում է ծանուցել հարկ վճարողին, որպեսզի հարկ վճարողը կամ ներկայացնի ողջամիտ բացատրություններ թույլ տրված իրավիճակի վերաբերյալ կամ համաձայնի ՊԵԿ-ի արձանագրածի հետ եւ իր վարկագիծը փոխի համապատասխանեցնի այն վարկագծին, որը ՊԵԿ-ը ակնկալում է իրանից։ Այս դեպքում դարձյալ նշեմ, որ դեռևս հարկային մարմինը ոչ օրենսդրական մակարդակով, ոչ գործնական մակարդակում չունի անձի նկատմամբ պարտավորություն, հարկային պարտավորություն առաջադրելու որևէ իրավական լծակ բացակայում։ Կամերալ ուսումնասիրությունից հետո, երբ որ հարկային մարմինը չի ստանա ողջամիտ բացատրություն կամ առհասարակ չի ստանա իր հարցերի պատասխանը, արդեն կանցնի հարկային հսկողության մեկ այլ գործիքի կիրառման։ Սա արդեն թեմատիկ ուսումնասիրությունն է։ Թեմատիկ ուսումնասիրության շրջանակներում ի տարբերություն կամերալի հնարավոր է առաջադրել հարկային պարտավորություն եւ այստեղ արդեն պարտավորությունը առարկայական արտացոլել համապատասխան վարչական ակտում։ Ինչպես կամերալ ուսումնասիրության շրջանակներում, այնպես էլ թեմատիկ ուսումնասիրության շրջանակներում անձը հնարավորություն է ունենալու արտահայտվելու հնարավորություն է տրվում, այսինքն մի քանի փուլում հարկային մարմինը ապահովելու է պատշաճ կերպով անձի բացատրություն ներկայացնելու, լսված լինելու, այդ խախտումները թերևս իր տեսանկյունից ներկայացնելու հանգամանքները եւ վստահեցնում եմ, որ ներկայումս այն մոտեցումն է դրված, ինչպես նշեցի ՊԵԿ-ի առաքելության եւ տեսլականի շրջանակներում, որ այդ բացատրություններ ներկայացնելը կամ բացատրությունների գնահատական տալը չպետք է կրի ձևական բնույթ, այլ դրանք պետք է բովանդակային, լուրջ, խորը վերլուծություն անեն, որից հետո նոր հարկային մարմինը հնարավորություն ունենա անցում կատարելու հաջորդ փուլի կիրառմանը։ Թեմատիկ ուսումնասիրության շրջանակներից հետո, երբ որ հարկային պարտավորությունը կառաջադրվի անձին եւ անձը չի կատարի կամ չի ներկայացնի ողջամիտ բացատրություններ եւ այլն, հարկային մարմինը դեռևս չի շտապի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց։ Այս փուլում հարկային մարմինը, որպեսզի դա ներքին ֆիլտրացիոն մեխանիզմներում եւս մեկ անգամ ֆիլտրվի, հնարավորություն է տալու անձին արդեն մեր բողոքարկման հանձնաժողով, որպես վերադաս վարչական մարմին, բողոք ներկայացնելու իր նկատմամբ կիրառված հարկային պարտավորությունների վերաբերյալ եւ հիմքերի եւ չափի եւ ամենի վերաբերյալ։ Դա արդեն այն օրենսդրական գործիքներն են, որոնցից հարկ վճարողը կարող է օգտվել վարչական ակտի
Ու այս ընթացքում, երբ որ բողոք կներկայացնի անձը, հարկային մարմինը խոսքը վարչական բողոք, այսինքն վարչական կարգով բողոքարկելու մասին է, մեր բողոք դեռևս հաղորդում էլի ձեռնպահ կմնա հաղորդում ներկայացնելու։ Ու այն դեպքերում, երբ որ մեր բողոքարկման հանձնաժողովը կներկայացվի հաղորդումը վարչական ակտ ուժի մեջ մտնելու դեպքում, որովհետև գուցե անգամ բողոքարկման հանձնաժողովի հետ հարկ-վճարողը համամիտ չլինի եւ փորձի դատական պաշտպանության դիմել։ Շատ լավ։ Վարչական ակտը կապում է հաղորդում ներկայացնելը կապվելու է այն իրավիճակի հետ, երբ որ արդեն հարկային մարմինը իր ներսում կհամոզվի, կանգատարկման մեր բողոքարկման հանձնաժողովը կգտնի, որ ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտը իրավաչափ է, անկախ անձի հետագա կարգով դատական կարգով հետագա բողոքարկումից ՊԵԿ-ը այս փուլում արդեն քննարկելու հաղորդում ներկայացնելու հարցը, բայց մի բան եմ ուզում նշել, որ ներկայումս պետական եկամուտների կոմիտեում գործում է նախկինում նախնական հաշվարկների մշտադիտարկող խումբեր, ներկայումս գործելու է այս իրավիճակներում արդեն վարչական ակտերի կամ հաղորդումների, արդեն երբ որ քննչական կոմիտե կամ համապատասխան իրավասու քննչական մարմին կներկայացվի հաղորդումը, այդ հաղորդումների մշտադիտարկող աշխատանքային խումբ, ես խոսում եմ եւս լրացուցիչ ֆիլտրացիոն մեխանիզմի մասին։ Վերահսկողության լուրջ գործիքների աշխատանքային խումբն էլ բաղկացած են ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմից, պրոֆեսիոնալ, բանիմաց եւ տարիների փորձով, որոնք օբյեկտիվության եւ պրոֆեսիոնալիզմի դիրքերի գնահատում են այդ հաղորդումների եւ դրանց հիմքում ընկած նյութերի, արժանահավատությունը, օբյեկտիվ իրականության։ Նոր դրանից հետո հաղորդում ներկայացնելու հարց։ Դատական կարգով բողոքարկումը ըստ էության չի կասեցնելու հաղորդում ներկայացնելու գործընթացը։ Հասկանալի է, քրեական գործի համար էլ դա կասեցման հիմք չի լինելու։ Ներողություն եմ խնդրում եւ բացառություններ թերևս լինելու են այն իրավիճակներում, երբ որ այս ֆիլտրացիոն մեխանիզմները չեն անցնի, այլ միանգամից համապատասխան ստորաբաժանման կողմից հաղորդում կներկայացվի քննչական մարմին բոլոր այն դեպքերում, երբ որ արկա կլինի ապացույցների ոչնչացման, վերացման ռիսկ եւ անհրաժեշտ կլինի ապացույցները միանգամից ապահովելու կամ քննչական գործողությունների անհետաձգելի կատարման նպատակներով, որ վարչական գործիքով հնարավոր չի տեղապացույց ձեռք բերելը։ Իսկ հապաղումը կարող է հանգեցնի ապացույցի կորստի եւ ճակատագրական լինի հետագա քրեական վարույթի համար, ինչպես նաեւ մի դեպքում, երբ որ անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածով կլինի ձերբակալում մեր ՊԵԿ-ի օպերատիվ ստորաբաժանումների կողմից եւ անհրաժեշտություն կլինի անձի հետագա անազատության մեջ պահելը ու կհիմնավորվի համապատասխան նյութերով, այս դեպքում առանց իմ թվարկած մեխանիզմների ուղիղ հաղորդում կներկայացվի, բայց հաղորդում ներկայացնելը դարձյալ չեմ ուզում եմ նշել, որ դա դեռ վերջը չի, դա փաստի վերաբերյալ պարզապես քննչական մարմին տեղեկացնելն է, որի շրջանակներում արդեն իրականացվի վարույթ, արդեն քննչական մարմինը կորոշի եւ վարույթի շրջանակներում արդեն ներկայացնելու տվյալները։ Քննարկման շղթան մեր բավականին մեծ է, բայց ժամանակը արդեն մոտենում է ավարտին։ Ես ուզում եմ մի փոքր ցուցանիշներին անդրադառնանք։ Ունենք փոփոխություններ, որոնք կյանքի են կոչված։ Արդյոք այս կարճ ժամանակում կարողացել ենք որևէ ցուցանիշ արձանագրել, որևէ փոփոխություն տեսնել, որ ասենք այս փոփոխությունները, որոնք կատարվել են, իրապես անհրաժեշտ էին այս իրավիճակում։ Շնորհակալություն հարցադրման համար։ Նախ նշեմ, որ օրենսդրական փոփոխություններից հետո ՊԵԿ-ը այս մեխանիզմները արդեն իսկ սկսել է կյանքի կոչել։ Այսինքն նախկինում նախնական հաշվարկների պրակտիկան վերացած է եւ փորձում ենք հենց այս մեխանիզմներով հասնել մեր նպատակին։ Ինձ հայտնի է, որ քննչական մարմնում, քննչական կոմիտեում նախաձեռնվել է եւս գործընթաց այն արարքները, որոնք օրենսդրական փոփոխություններից հետո ապա քրեականացվել են, այդ դեպքերի վարույթներով անձանց դիրքորոշումը պարզելու գործընթացը սկսել, բայց թե ինչ արդյունք է ունեցել եւ արդյոք այդ գնացել է վարույթների ավարտին կամ քրեական հետապնդումների դադարեցմանը, այս պահին ինձ հայտնի չէ, իսկ թվային ցուցանիշների մասին կարելի է ավելի հստակ խոսել որոշակի ժամանակ անց, երբ որ պրակտիկան արդեն լավ կձևավորվի, որից հետո հնարավոր կլինի հստակ թվային ցուցանիշներով ներկայացնել։ Շատ լավ, դա նշանակում է, որ մենք այս տաղավարում կրկին հանդիպելու ենք եւ կրկին քննարկելու արդեն ձեռք բերված ցուցանիշները։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է եւ խոսվում, կարեւոր է իմանալ։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։